Վերադարձանք տաղավար, բայց շարունակելու ենք խոսել արվեստից, իրականում որովհետև այս միջոցառումը ու առհասարակ այս հասկացողությանը, որին որ պետք է անդրադառնանք, հիմնականում առնչվում է հենց մշակույթին, արվեստին, խոսքը ֆրանկոֆոնիայի մասին է, քանի որ վաղը արդեն մարտի 15-ին մեկնարկը տրվում է հենց վաղը, այո, 2025 թվականի բոլոր ծրագրերը, միջոցառումների մեկնարկը վաղը 15-ին արդեն կտրվի, իսկ հիմա մենք ունենք հրաշալի հնարավորություն այդ ամենի մասին ավելի մանրամասն զրուցելու։ Եվ այսպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարն է մեր հյուրը, բարի լույս։ Bonjour։ Եվ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հանրային կապերի պատասխանատու Սոնա Մալինթյանը։ Շնորհակալություն գալվելու համար եւ հետաքրքիր է թե ինչ միջոցառումներ են սպասվում այս տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։ Quels sont les événements qui sont prévus cette année dans le cadre de la saison de la francophonie? Il y aura énormément d'événements. Comme chaque année, il y aura notamment le festival du cinéma francophone qui va débuter samedi, dont on vous parlera un petit peu parce qu'il y a 9 films qui sont projetés. C'est un festival qui est organisé avec l'ambassade du Canada, de Suisse et de Belgique. Ծրագիրը շատ բազմազան է, այս տարի ինչպես յուրաքանչյուր անցած տարի եւ կմեկնարկի վաղը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի մեկնարկով կցուցադրվեն 9 վերջին տարիների արտադրության 9 ֆիլմեր. Nous aurons de la musique classique, nous aurons aussi une exposition d'art contemporain, nous aurons aussi la remise du choix Goncourt de l'Arménie. Կլինեն նաև ծրագրում նախատեսված են նաև դասական երաժշտության համերգներ ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ինչպես նաև կշնորհվի հայաստանյան Գոնկուրի ընտրության առաջին մրցանակը այստեղ Հայաստանում։ Համոզված եմ, որ լինելու են պրեմիերաներ նաև, ինչ պրեմիերաներ սպասենք ֆիլմերի։ Je sais qu'il y a aussi beaucoup de premières de films dans le cadre du festival. Quelles sont ces premières? Alors, demain soir, d'ailleurs, j'invite tous les téléspectateurs à venir au cinéma Moscou parce que nous aurons un très bon film qui s'appelle En fanfare. Հենց վաղվա ֆիլմը վերջին տարվա արտադրությանը եւ բոլոր հանդիսատեսներին հրավիրում եմ գալու եւ դիտելու ֆիլմը, որը կոչվում է Փողային նվագախումբը։ C'est une belle histoire, d'ailleurs c'est Sona et moi-même qui avons sélectionné ce film, s'il y a des plaintes, c'est à nous de les formuler. Շատ գեղեցիկ ֆիլմ է եւ իմիջայլոց հենց Քսավիեն եւ ես ենք ընտրել այդ ֆիլմը եւ եթե հանկարծ բողոքներ լինեն, գիտեք ում դիմել։ Այո։ C'est l'histoire de deux frères qui sont séparés à la naissance. Un est un grand chef d'orchestre de renommée internationale et l'autre travaille dans une cantine scolaire dans le nord de la France et joue du trombone. Պատմությունը երկու եղբայրների մասին, որոնցից մեկը հանրաճանաչ դիրիժոր է, ով շրջում է աշխարհով մեկ, համերգներ է ունենում եւ մյուս եղբայրը, ով աշխատում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքներից մեկի դպրոցական ճաշարանում եւ այդտեղի նվագախմբում տրոմբոն է նվագում։ Et ils vont apprendre l'existence l'un de l'autre et vont se retrouver. Et ils sont très différents, mais ils vont se retrouver autour de la musique, de cette passion commune. Նրանք ծնունդից ի վեր բաժանված են եղել, միմյանց գոյության մասին չեն իմացել, բայց ինչ որ պահի նրանք միավորվում են, իմանում են իրենց եղբայրության մասին եւ այդտեղ սկսվում է հետաքրքիր պատմություն։ Et vous verrez, il y a beaucoup de références à l'Arménie, mais j'en dis pas plus, je vous laisserai la surprise. Ֆիլմում բազմաթիվ հղումներ կան հենց Հայաստանին, բայց չեմ ուզում շատ գաղտնիքներ, փակագծեր բացել, կգաք եւ հենց տեղում կտեսնեք։ Այ հիմա հասկացա թե ինչու եք ընտրել այդ ֆիլմը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ արդեն իսկ հետաքրքրությունը մեծ է այդ ֆիլմի նկատմամբ, վստահ եմ, որ բոլորը կհավանեն, ոչ մի բողոք հաստատ չի լինի։ Իսկ ինչ վերաբերվում է ֆիլմի փառատոնով սկսելը, կարծում եմ դա ձեզ համար նույնպես կարևոր էր, եթե այո, ապա ինչն էր կարևորությունը, որ հենց այս փառատոնով մեկնարկը տրվի այս տարվա։ Je suis déjà sûre que le festival va être un succès et que le film va plaire à tout le monde, donc vous n'aurez pas de plainte. Mais j'aimerais savoir pourquoi vous démarrez avec le festival, c'est quoi l'importance du festival du cinéma? C'est important et puis il y a une histoire, parce qu'il y a une histoire commune entre la France et l'Arménie autour du cinéma. Il y a quand même des grands réalisateurs arméniens contemporains encore vivants et d'autres comme Henri Verneuil qui ont permis de tisser ces liens entre les deux pays. Donc le cinéma a une place quand même importante et particulière entre la France et l'Arménie. Կինոն ինչու են կինոյով սկսվում, որովհետև կինոն Հայաստանի եւ Ֆրանսիան կապող մի կարևոր կամուրջ է, ունենք բազմաթիվ ժամանակակից եւ ավելի հին ժամանակների դասական ռեժիսորներ, ովքեր ֆրանսիացի են հայկական արմատներով, հայկական ցակմամբ, օրինակ Անդրի Վերնոյը եւ այսօր եւս կան եւ կինոն կարևոր դեր ունի, դրա համար մեկնարկում են կինոյով։
Ուզում եմ նաև հավելել, որ սա այս միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում գործող ֆրանկոֆոն 3 դեսպանությունների հետ համատեղ, Կանադայի, Բելգիայի եւ Շվեյցարիայի, եւ սա նաև հնարավորություն է միավորելու ֆրանկոֆոն երկրներին, քանի որ սա ֆրանսիական ֆիլմերի փառատոն չէ, այլ ֆրանկոֆոն, եւ ցույց տալ նաև նրանց երկրների կինեմատոգրաֆիական ժամանակակից ժառանգությունը։ Մեկնարկը տալիս ենք վաղվա կոնկրետ փառատոնի մասն է խոսքը 15-ին եւ քանի օր է տևելու։ Je vais peut-être présenter, c'est sur la durée du festival. Մեկնարկը տրվում է վաղը, կտևի 1 շաբաթ, կավարտվի մարտի 23-ին, յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկական ֆիլմ, կլինեն թե կապույտ թե կարմիր սրահներում Մոսկվա կինոթատրոնի, մուտքը բոլոր ֆիլմերի համար ազատ է, ֆիլմացանկը կարող եք գտնել Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի սոցիալական ցանցերում, Facebook, Instagram, հասանելի է։ Թե ժամերի պահով, գրաֆիկի, թե նաև ֆիլմերի ցանկով։ Ֆիլմացանկը եւ նաև ինֆորմացիա ֆիլմերի մասին, որ Եվ առասարակ ամբողջ այս 2025 թվականի ծրագրերի եւ միջոցառումների հետ կապված կարծում եմ ձեր նշած հասցեով կարելի է սոցիալական էջերում ողջ ինֆորմացիան ամեն ինչ մանրամասն գրված է։ Այս տարի բացի Երևանից այլ մարզերը ընդգրկված են լինելու։ Les régions sont impliquées dans la programmation de la francophonie. Alors il y aura des concerts de musique classique, d'ailleurs qui rendent hommage à Maurice Ravel, ce grand compositeur, vous connaissez forcément tous le boléro. On va fêter les 150e anniversaire de sa naissance et il y aura deux concerts, un de Jean-Paul Gasparian, qui est un pianiste très célèbre français d'origine arménienne, et l'Orchestre national de chambre qui auront lieu à Goumri. Donc il y aura 2 concerts à Goumri. Donc la province, c'est pas uniquement à Erevan, ce sera aussi en province à Goumri ce festival. Ֆրանկոֆոնիայի շրջանում միջոցառումներ նախատեսված են ոչ միայն Երևանում, այլև շրջաններում, մասնավորապես Գյումրիում, կունենանք նաև դասական երաժշտության համերգներ։ Այս տարի հայտնի կոմպոզիտոր Մորիս Ռավելի 150-ամյակն է եւ հարգանքի տուր կմատուցենք նրան իր գործերից նվագելով։ Ունենք համերգներ, 3 համերգ նախատեսված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որտեղ եւս կհնչի Ռավել, ունենք նաև համերգ Ժան-Պոլ Գասպարյանի հետ, հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի դաշնակահար եւ Ֆրանսիայի դաշնամուրային արվեստի ցակող աստղերից է եւ նա համերգ ունենա նաև Գյումրիում։ Ֆիլմերից խոսեցինք, փառատոնից խոսեցինք, համերգները արդեն իսկ բարձ է դառնում, նաև խոսենք ցուցահանդեսից, թե ինչ ցուցահանդեսներ են սպասվում այս օրերի ընթացքում։ L'exposition, je vais raconter. Oui. Ցուցահանդեսը ժամանակակից արվեստի ցուցահանդես է, որը տեղի կունենա մարտի 22-ից ապրիլի 22-ը Հայարտ կենտրոնում, կներկայացվի Մարսելի Ֆրիշ լա Բել դե Մե ամենահայտնի արվեստագետների կացարանի ծրագրի առաջին հայդապնեկիր Լուսնե Բաղդասարյանի ցուցահանդեսը, նա ծրագրի վրա աշխատել է 24 թվականի փետրվարից ապրիլը հենց Մարսելում տեղի արվեստագետների հետ եւ այստեղ արդեն մի փոքր հարստացված Վարդան Հարությունյանի, չգիտեմ, երաժշտական ձայնային լուծումներով շատ հետաքրքիր իմերսիվ ցուցադրություն է սպասվում, բոլորին հրավիրում ենք դիտելու մարտի 22-ից ապրիլի 22-ը Հայարտ կենտրոնում։ Գերհագեցած օրեր են իսկապես սպասվում։ Այո, գեղանկարչության, երաժշտության միավորում շատ յուրահատուկ լինելու են։ Այո, դասական երաժշտության համերգների շրջանակում Հայաստան կժամանի ֆրանսիացի դիրիժոր Ռալֆ Ձիգետին կամերային նվագախմբի հետ համերգի շրջանակում, ինչպես նաև կունենանք փակման համերգին, որը նախատեսված է ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա ֆրանսիացի սոպրանո Էմանուել Չիմենտոն։ Հրաշալի, իդեպ փակման հետ կապված, որովհետև երբ որ երեք կարդում էի, վերջի հատվածում գտա այդ տեղեկությունը, որ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ կապված նույնպես ինչ-որ նորություններ կային։ Այո։ Այնտեղ կտեղակայվի։ Բացում ենք բոլոր փակագծերը։ Հասկանում եմ ձեզ մոտ ինֆորմացիան շատ է, դուք գուցե ինչ-որ բաներ մոռանաք, բայց մենք կհիշեցնենք։ Aussi qu'il y a des nouvelles avec l'Institut du théâtre et du cinéma cette année, vous pouvez nous en dire plus, vous allez mettre le locaux là-bas. Oui, on va bientôt emménager dans les locaux de l'Institut du théâtre et du cinéma. L'Institut français, pour le moment, existait dans sa programmation culturelle, mais il n'avait pas de locaux propres. Մինչ այսօր Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը գործունեությունը ծավալում է դեսպանությունում եւ ճուներ իր համար նախատեսված առանձին տարածք, բայց շուտով այն կտեղակայվի Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարածքում։ Donc on va emménager à l'Institut du théâtre et du cinéma. C'est notre partenaire privilégié en Arménie, donc ça a beaucoup de sens. Et en plus, l'Institut du théâtre et du cinéma est situé rue Henri Verneuil, donc c'est vraiment le projet idéal pour nous.
Մեզ համար շատ կարևոր գործընկեր է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, ում հետ ունենք բազմաթիվ ծրագրեր եւ նաեւ կարևոր է, որ այն գտնվում է հենց Անրի Վերնոյի փողոցի վրա եւ դա եւս շատ խորհրդանշական է։ Այո, հատկապես վերջին շրջանում մենք էլ առիթներ ունեցել ենք այստեղ հենց ռեկտորի հետ էլ Սարան Ալբանջյանի հետ էլ հանդիպել տարբեր ծրագրերի շրջանակներում, նույնպես Ֆրանսիայից ժամանել են, եթե կհիշես, հայտնի խորեոգրաֆներ, հետաքրքիր փորձի փոխանակում էր այնտեղ տեղի ունենում։ Բայց մեզ նաև հետաքրքիր է այս տարիների ընթացքում, կարծես թե ամեն տարի դուք այդ նշաձողը բարձրացնում եք ու ավելի է հագենում ֆրանկոֆոնիա շրջանակներում եւ հագենում։ Արդյոք դա պայմանավորված է հենց ժողովրդի կողմից բարձրագանքների ընդունման, ընկալման, հետաքրքրության հետ։ Il y a un intérêt du public, certainement. Il y a aussi un grand dynamisme, parce que c'est pas la francophonie, c'est loin s'en faut, c'est pas uniquement la France. Hein. Il y a la Belgique, il y a le Canada, il y a la Suisse, il y a les autorités arméniennes qui mobilisent l'université, les collèges, les lycées, les écoles pour mettre en place des événements. Donc il y a un véritable engouement et il y a effectivement un attrait du public, mais aussi une envie en Arménie de développer ces liens qui unissent l'Arménie avec l'univers de la francophonie. Ֆրանկոֆոնիայի ծրագրի հետ կապված հետաքրքրությունը եւ ընդլայնումը տարեց տարի կապված է, ինչպես նշեցիք, հանրության արձագանքի հետաքրքրասիրության աճի հետ, բայց նաեւ երկկողմ Ֆրանսիայի եւ Հայաստանի իշխանությունների համատեղ հետաքրքրությամբ ցանկությունը կա զարգացնելու հարաբերությունները, դա կլինի դիվանագիտական, թե արդեն համալսարանների, մշակութային հաստատությունների համագործակցությամբ եւ ֆրանկոֆոնիա պետք չէ մոռանալ միայն Ֆրանսիան չէ, այլ Բելգիան, Կանադան եւ Շվեյցարիան բոլոր երկրների հետ Հայաստանը ուզում է պահել կապերը եւ ընդլայնել։ Il y a aussi la Roumanie, la Serbie qui vont faire des événements. Tout cela sera dans un catalogue qui sera un agenda qui sera publié prochainement par le ministère de l'Éducation, de la Culture, des Sciences et des Sports. Եվ մասնակցում են նաև Ռումինիան եւ Սերբիան, որոնք հավելեմ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են։ Նրանք եւս միջոցառումներ են նախատեսել այս օրերի ընթացքում եւ ամբողջական ծրագիրը արդեն Հայաստանի կրթության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կտեղադրեն իրենց կայքերում։ Շատ շնորհակալություն, ավարտում մեր ժամանակը շատ սուղ է։ Շնորհակալություն պարոն Ռիշար, շնորհակալություն Սիրելի Սոնա։ Ձեզ լավ հաջողություն, այո, իսկ մեզ սպասվում է մշակութային այսպես վառ օրեր լի։ Անպայման Բաշտոնեք դուք էլ հետևեք ծրագրերին, միջոցառումներին, որովհետև իրոք բացառիկ միջոցառումներ ու մշակութային իրարանցումներ այստեղ տեղի ունենալու։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Մենք շարժվենք առաջ։